սկսված այս արշավը, ինչպես դուք կգնահատեք, ինչ նպատակով է արվում։ Նախ ես մտածում եմ, որ 2026 թիվը մոտիկանում է, քանի որ Նիկոլ, ոնց որ ես իմ լեզվով եմ ասում, Նիկոլ Փաշաևը այտենց ընտրազանգված չունի, իր վարկանիշը պլենդուզից ցածր է, փորձեց եկեղեցին կպնելով, վեհապարին թիրախավորելով իր վարկանիշը բարձրացնի, բայց դե ամեն դեպքում իր մոտ չի ստացվի։ Այսօր քրիստոնյա ժողովուրդը միշտ էլ եկեղեցու կողմն են, վեհապարի կողքը կանգնած են, ամենից որ սխալ հասցեով է եկել, իրան մնացել է մի փոքր բան էլի, իրանից բրցնելու համար։ Արշավը մեծանում է, ոնց հասկացանք էլ ինձ իրանց ընդդիմут ավականիները, այդ դեպուտատները, պատգամավորները, ես իմից զրտուզիբիլ նորից հայտարարություններ են անում, վեհապարը պետք է հեռանա, նախ առաջերտին իրանք են հեռանալու, երկրորդն էլ ինչքան էլ փորձեն եկեղեցուն պառակտեն, փորձեն վեհապարին պառակտեն, չի ստացվելու, ժողովուրդը արդեն արթուն է։ Նա փռացեք, փորձեք, ես միացնում հարցուփորձ արեք, տեսեք ինչքան մարդ, ինչքան ժողովուրդ կրոնի կողքը կանգնած է, չի թողելու կրոնը պղծեն, հող կորցնելը, պետություն կորցնելը կարող ես վերականգնել, բայց կրոն կորցնելը, եկեղեցի կորցնելը, դա դժվար հարց է, այդ չես կարող կորցնես։ Կրոնով հավատքով պետք է գնաս այդ հողի ու պետության հետևից։ Չլինի կրոն, չի լինի պետություն։ Էջմիածնում նաև սպասվում են ընտրություններ, դուք որ քաղաքական ուժին եք սատարելու։ Դե պարզա որ ընդդիմությանը, անցա որ չի լինելու ԿՊ-ն ստե իշխանություն, ոնց որ Գյումրիում ու Փարաքարում ա կրվել, նույնն էլ ստեղ ա կրվելու։ Դե ամեն դեպքում պայքարելու ենք ստեղել իրանք իշխանություն։ Այսօր նիստ ա լինելու, փորձելու ենք ընդդիմության տեխնացուին առաջադրել, եթե ԿՊ-ն մի քիչ մարդկային ունի, մարդկային արժեքները դեռ չեն մեռել իրանց մեջ, կարան գան։ Ասում են ԿՊ-ն մտադրված է տապալելու նիստը։ Դե իրանք վաղուց են տապալված, նշի որ նիստը պետք է գան ԿՊ-ն տապալեն, վաղուց իրանք տապալվել են, արդեն ոնց որ իրանք երկրի ղեկավարն է տապալված, Նիկոլ Փաշազադեն, նույնն էլ ԿՊ-ն է տապալված, կան, չգան, մեր համար էլ նշանակություն չունի ԿՊ-ն։ Իսկ 2026 թվականի համապետական ընտրություններին դուք ինչ արդյունք եք սպասում, ինչ է դառնում։ Նախ ես չեմ էլ ուզում սպասեմ այդ 26 թվականի ընտրությունը, ժողովուրդը եթե ուշքի գա, սրան հեռացնեն ավելի լավ է, քան 26 թվին էտան այս փնտի հետ ընտրության։ Սիլերի պրծած մարդը սրա հետ ինչ անտան։ Եթե սրա հետ գնացին ընտրության, թող լավ իմանան, որ կարող է իրանք վերընտրվեն։ Նաև խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենթը սկսելու գործընթացը արդեն սկսել է, հա։ Դուք ինչ հույս ունեք այս գործընթացի հետ կապված, արդյոք իր դրական արդյունքը կապահովի այն։ Ես այդ իմպիչմենտի միջոցը չեմ համարում իր հեռացումը փողոց պետքա դուրս գան։ Զանգված են լուրջ պետքա փողոցել են։ Դա գործ չի, որ պետքա արվի։ Չեմ անում, այդ իմպիչմենտի հարցը կլուծվի թե չէ։ Փողոցային պայքար է պետք, լուրջ փողոցային, ոչ թե ելնենք հրապարակային ասեն տնտեսություն, ես իմ ինչ հոգցնեն ժողովրդի խրգեն, այ լուրջ գործ անեն, հավատացեք իրանց ժամեր, օրեր, վայրկյաններից հետո կարա ինքը հեռանա։ Այսինքն ինքը դաժե շատ է, այս ամեն դեպքում ինքը փորձում է, որ ժողովուրդ փողոց հանի, զանգվածային մեծ փողոցը դուրս գան, որ ինքը գնա։ Բայց ժողովուրդը այսօր հələ որ տոկոս կա, որ ստամոքս, հաց, այդ դրա մասին է մտածում։ Եթե ռեալ դուրս գան փողոց, իր գնալը ակնթարթորեն բան է, ինքն էլ արդեն դավադիտել է, հոգն է, արդեն փորձում է կպնի մեր կրոնին, տենալը կրոնի վաղտ ինչ արձագանք կստանա, բայց չի իմանում, որ կարող է ոչ թե արձագանք կստանա, այլ մի հատ ուժեղ, շատ ուժեղ հարված կլինի կարող է Նիկոլ Փաշօղլու համար։ Հենց որ թող իրան մի քիչ լավ պահի, միջև իրան տենանք ուր ենք խրգում, Էրդողանի մոտ ենք խրգում, թե ստե դադելու ենք։